Հայրենական երկրորդ աշխարհամարտում հաղթանակը կերտվեց նաև 100 հազարավոր մեր հայրենակիցների շնորհիվ։ Կռվեցինք ու հաղթեցինք միասին։ Մայիսի 9-ի արժանապատվության քայլերթին են միացել Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունն ու Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը։ Կառույցները բոլոր կարևոր նախաձեռնությունների կողքին են։ Մայիսի 9-ը մեր ընտանիքում միշտ տոն է եղել եւ ես ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում կարողացել եմ այդ հիշողությունը կրել, փոխանցել իմ զավակներին, որովհետեւ պատերազմը եւ հաղթանակը դրանք լոկ թվեր չեն, դրանք միայն պատմական իրադարձություններ չեն։ Դա մեր ընդհանուր հաղթանակն է, դա մեր հիշողությունն է, որը մենք պարտավոր ենք այսօր փոխանցել մեր սերունդներին, որպեսզի նրանք հասկանան հաղթանակի արժեքը, որպեսզի կարողանան խոնարհվել հայրենիքի համար բոլոր ժամանակներում նահատակված հերոսներին եւ գնահատելով հաղթանակը կերտեն նոր հաղթանակներ։ Եկել եմ իմ հարազատ պապիկի նկարով, ում անունը ես կրում եմ, ով մասնակից է եղել 1945 թվականի հայրենական մեծ պատերազմին եւ իրեն էլ է բախտ վիճակվել հասնել մինչեւ Բերլին։ Հաղթանակը ոչ միայն մայիսի 9-ը եռատոնը մեզ համար որ կա մեծ հայրենականով է հիշում, այլ նաև մեր հաղթանակներով, որոնք իմ խորին համոզմամբ մենք կրկնելու ենք։ Ընդամենը 18 տարեկան եւ հայրս եւ մայրս զինվորագրվել են հայրենական մեծ պատերազմին, հայրս տանկիստ, որը Հյուսիսային Կովկասից մինչև Բերլին Ռեյխստագի տակ հաղթանակը ընդունել է։ 6 զույգ Բերլինում ամուսնացել են, արել են կոմերիտական հարսանիք, այն ժամանակ ընդունված է եղել, եւ քանի որ հայրս Ռակասովսկու շտաբի աշխատող է եղել, ծառայող, Ռակասովսկու թամադայությամբ եւ նրա հովանավորությամբ կատարվել են այդ ամուսնությունները։ Եվ ես ծնվել եմ Բերլինում պատերազմից հետո։ Մայիսի 9-ի նշանակությունը չափազանց մեծ է հայ ժողովրդի համար։ Տասնամյակներ շարունակ այն նշվել է որպես եռատոն ու ավելի է արժևորվել հաղթանակի դերն ու նշանակությունը։ Ես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրից այսօր շատ մեծ բան է կախված պահելու, արժանապատիվ փոխանցելու նաև մեր սերունդներին, կապ չունի, որ այսօր գողացված հաղթանակ ունենք եւ ժամանակավոր պարտված ենք։ Գիտակցելով նաև այս պարտության հետևանքները, մենք պետք է մեր սերունդներին փոխանցենք գաղափարը, որ նրանք պետք է հասնեն Շուշի, հասնեն հաղթանակած եւ վերամիավորեն մեր երազանքների հայրենիքը։ Շուշիի ազատագրումը եղել ու կմնա որպես արժեք եւ այն թերևս ռազմարվեստի մեջ կմնա որպես նախադեպը չունեցող ռազմագործողություն, որը իրականացվել է համահայկական համախմբվածությամբ ու նաեւ հերոսականությամբ եւ իր արժանի տեղը ունի Ավարայրի, Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի եւ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շարքերում։ Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս տոնի կապակցությամբ։ Ամբողջ երթի ժամանակ մասնակիցներին ուղեկցել է նաև Երևանի երկնքում ծածանվող լեգենդար հաղթանակի դրոշի կրկնօրինակը։ Գեներալների, ռազմաօդային ուժերի, զրահատանկային եւ հրետանային զորքերի բարձրաստիճան սպաների քանակով հայերը 4-րդն էին ռուսներից, ուկրաինացիներից եւ բելարուսներից հետո եւ 6-րդը ԽՍՀՄ հերոսների ցանկում։ 118 խորհրդային միության հերոս տվեց հայ ժողովուրդը, 64 գեներալ, 28-ն արժանացան Փարքի շքանշանի։ Եվ 45 թվականին եւ առավել եւս Շուշիի ազատագրումով շատ կարեւորվեց այն փաստը, որ հայը ոչ թե ցեղասպանված եւ գաղթական է, այլ նաեւ կարող է հաղթանակներ կերտել, իսկ մենք շատ լավ գիտենք, որ 45 թվականին ինչ մեծ էր մեր հայերի ավանդը այդ հաղթանակի կերտման գործում։ Երթի մասնակիցները դեպի անմար կրակ են բարձրանում իրենց պապերի ու մյուս հերոսների նկարները ձեռքում պարզած։ Սա յուրատեսակ հարգանքի տուրք է մեր նախնիներին, նրանց սխրանքը վերագնահատելու համար։ Այսօր մեր ձեռքին կային նաև լուսանկարներ, լուսանկարներում հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն էին, հերոսները, եւ բացի իրենցից նաև մենք մեզ մոտ ենք ունեցել Բաքվի բանտերում անազատության մեջ գտնվող մեր հայերի լուսանկարները, քանի որ օրը խորհրդանշական է եւ մենք չենք կարող առիթը բաց թողնել եւ եւս մեկ անգամ չխոսել այդ մասին, որովհետեւ երբ մենք խոսում ենք հաղթանակների մասին, նաեւ շատ կարեւոր է հիշել այն մարդկանց, ովքեր տարիներ առաջ իրենց մեծ ներդրումն են ունեցել մեր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանները անառիկ պահելու համար։ Հաղթանակի օրը առհասարակ
բոլոր երիտասարդների համար, իմ համար շատ կարևոր է եւ այս հաղթանակի էությունը պետք է մենք դարձնենք հանրային խոսույթ, վերածելով ազգային գաղափարի մենք ձգտենք նոր հաղթանակների կերտման։ Արժանապատվության ու հաղթանակի մեծ զգացումը տարիներ անց էլ չի խամրում, հպարտանալու եւս մեկ առիթ է տալիս։ Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության եւ մեր ժողովրդի անսասան կամքը։ Այն մեր ընդհանուր հիշողությունն է, փառավոր անցյալի կարևոր էջը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։